Այս շաբաթը Հայաստանում նախորդից շատ չէր տարբերվում։ Ադրբեջանը շարունակում էր կրակել եւ սպառնալ։ Զինված դիմակայության վտանգը մշտապես առկա է լինելու։ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր խոսել եւ դասախոսել։ Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպեր համակարգիչ։ Գյումրեցիները շարունակում էին զվարճանալ ու զվարճացնել։ Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է սովետը քանդվելուց հետո։ Իսկ արցախցիներն այս շաբաթ շարունակում էին մնալ իշխանամետ օգտատերերի եւ պետական պաշտոնյաների վիրավորանքների տարափի տակ։ Կոչ եմ անում որոշ մարդկանց զերծ մնալ 5-րդ Շարասյան գործառույթը իրենց վրա վերցնելու։ Արցախյան ծագում ունեցող Հայաստանի երկու նախկին նախագահների կողմնակիցներն էլ այս շաբաթ շարունակում էին վիրավորել միմյանց։ Որևէ սուտ մեր հասցեին, ես անպատասխան չեմ թողնելու։ Քաղաքական շաբաթը մեկնարկեց արտգործնախարարության հայտարարությամբ, որում գերատեսչությունն արձագանքելով Իլհամ Ալիևի ապրիլի սկզբին հնչեցրած հայտարարություններից մեկին, թե պաշտոնական Երևանը մինչև 2024 թվականի սկիզբը փորձում էր Լեռնային Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության պայմանագրի բանակցությունների օրակարգում, պնդում էր հիմնահարցը փակվել է Արցախի ղեկավարության մեղքով։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության եւ Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից։ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը սակայն համեստորեն լռում էր, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին Սամվել Շահրամանյանի այդպես էլ պաշտոնապես չհրապարակված հրամանագրից 1 տարի առաջ Հայաստանի վարչապետը Պրահայի հռչակագրով արդեն իսկ Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչել, ինչին էլ հաջորդել էին գրեթե 9 ամիս տևած շրջափակումն ու 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական հարձակումը։ Նույնիսկ ամենավատ երազի մեջ այսպիսի հայտարարության տեքստ չենք տեսնի, երբ Ադրբեջանը փորձում է պատմությունը վերաշարադրել եւ այս պատմության վերաշարադրանքին միանում է նաեւ պատմաբան Արարատ Միրզոյանի գլխավորած գերատեսչությունը։ Սա ուղղակի ողբերգություն է։ Արտգործնախարարության հայտարարությունը կամա թե ակամա եւս մեկ լիցք հաղորդեց վերջին շաբաթներին Հայաստանում նոր թափ ստացած հակաղարաբաղցիական արշավին։ Այն սկիզբ առավ Արցախից բռնի տեղահանվածների բողոքի ակցիաների ֆոնին մարտի վերջին Ազատության հրապարակում կազմակերպված եւ հիմնականում սոցիալական խնդիրներին նվիրված բազմամարդ հանրահավաքը իշխանություններին ակնհայտորեն մտահոգել էր, նրանք այդ ցույցերում պոտենցիալ իշխանափոխության սերմեր էին նշմարել։ Սեզոնային ընդդիմությունը իրեն հարիր ոճով հայտարարեց եղանակների տաքանալուն պես իշխանափոխության մասին։ Անձրևոտ եղանակին մի տեսակ անհարմար է հայրենիք փրկելը։ Ընդդիմության միակ նպատակը արցախցիներին ցույցի մատերիալ օգտագործելով իշխանափոխություն անելն է։ Եվ պատահական չէ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ մամուլի այդպես էլ չերկված տեղեկությունների համաձայն իշխանական քարոզչամեքենայի համակարգող Տարոն Չախոյանի բառապաշարը քիչ էր տարբերվում սոցցանցերի շարքային եւ ոչ այնքան շարքային օգտատերերի գրածներից։ Այսօր ղարաբաղցիների պատճառով Հայաստանի բնակիչները ապրում են վախի մթնոլորտում, որովհետև ղարաբաղցիները բոլորին սպառնում են հաշվեհարդարով եւ փողոցներում գոռում մարդկանց վրա, ովքեր պաշտպանում են իշխանությանը։ Արցախցիների նկատմամբ պատելության խոսքն այս շաբաթ այն աստիճանի լայն տարածում ստացավ, որ նույնիսկ մարդու իրավունքների լրակյաց պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ։ Իշխանությունների կողմից ակնհայտորեն հովանավորվող այս արշավի հնարավոր կործանարար հետևանքների մասին այս շաբաթ ամենադիպուկը գրեց լրագրող, երգչուհի եւ կոմպոզիտոր Լիլիթ Բլեյանը։ Արցախի կորուստը մեր բոլորի մեծ անպատկերացնելի մեծ վերքն է, բոլորինս։ Ու մենք փոխանակ բուժքրոջ, բուժեղբորպես այդ վերքը խնամելու, բուժելու, հույս արթնացնելու վերցնում ենք դանակներն ու խրում ավելի ուր մեր սեփական սրտի մեջ, ովքեր են մեզ դրդում այս խելագար ինքնասպանությանը։ Հայաստանի բնակչության մի քանի տոկոսը կազմող ծնելիության բարձր մակարդակ ունեցող եւ ռազմական մեծ փորձով օժտված այս խմբի դեմ ատելության տարածումը ինքնասպանություն անվանելը գուցեև չափազանցություն լիներ, եթե այլ լինեին Հայաստանի աշխարհագրական դիրքը, աշխարհքաղաքական վիճակն ու հարևանների պահվածքն։ Այս ամենը սակայն չի փոխվել ու հազիվ թե տեսանելի ապագայում փոխվի։ Այս շաբաթ Իլհամ Ալիևը կրկին պահանջում էր փոխել Հայաստանի սահմանադրությունը, հրաժարվել տարածքային պահանջներից եւ հայկական բանակը նոր սպառազինությամբ հագեցնելու մտքից։ There is a large process of militarization of Armenia.
Հայաստանի ռազմականացման մեծ գործընթաց կա։ Մահաբեր զենքերը, որ առաքում են Հայաստանի նոր բարեկամները, ոչ թե խաղաղության եւ կայունության, այլ ապագա լարվածության կհանգեցնեն։ Potential tensions in the future. Ապրիլի 9-ին Բաքվում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը նաև մեծահոգաբար նշում էր, եթե մենք ցանկանայինք շարունակել պատերազմը, կշարունակեինք 2020 թվականին։ Սա ի դեպ առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանցիները հղում են կատարում ավելի քան 10,000 առասպելական հայ դասալիքների մասին Երևանից հնչող հայտարարություններին։ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11,000 դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք ինչի մասին է խոսքը, 11,000 զինվորական, կամավոր, սպա եւ այլն, 11,000-ը պատկերացնում ենք, չէ, ինչ թիվ է։ Աննա Հակոբյանի այս հայտարարությունը, որն ի դեպ հետագայում հերքվեց, հնչել էր այն ժամանակ, երբ վարչապետի կինն արդեն իսկ սկսել էր Հայաստանի տարբեր բնակավայրերում երկարաշունչ ելույթներով հանդես գալ, սակայն դեռ չէր նախաձեռնել կրթվելը նորաձև է արշավը։ Այս շաբաթ ի դեպ այդ արշավը հասավ Մատենադարան։ Այնինչ եղել է Մատենադարանի շենքում, երբեք չի եղել պատմության մեջ։ Կրթվելը նորաձև է շարժման մասնակիցը հանդիպումից դուրս է գալիս այս համոզմունքով։ Պատմության մեջ չի եղել նման բան, որ հասարակ քաղաքացին հնարավորություն ունենա այսքան մոտիկից շփվելու երկրի ղեկավարի հետ, այսինքն քաղաքացին իրավունք ունի այսօր վարչապետի հետ անմիջական կապ ունենալու եւ շփվելու։ Զրուցակիցս մանկավարժ ներկայացավ ու չհավանեց, ինչ սովորեցիք հարցը։ Մենք չենք գնացել այստեղ այս պահին սովորելու։ Սա մեծ գաղափարախոսություն է, որի մասին պիտի լսեք։ Լրագրող եւ պատմաբան Կարպիս Փաշոյանը, սակայն իրական Հայաստանի գաղափարախոսությունից եւ Նիկոլ Փաշինյանի հետ սերտ շփումից ոգևորված այս կնոջ մասին բացարձակապես այլ հուշեր ուներ։ Ազատության ռեպորտաժից իմացա, որ կրթվելը նորաձև է արշավի ակտիվ մասնակիցներից մեկը, ինձ շատ ծանոթ անձնավորություն է։ Նա հենց այն նույն դպրոցի ՀՀԿ-ական տնօրենն էր, որը 2015-ին ինձ դպրոցից հեռացրել էր ՀՀԿ-ի օգտին քարոզչություն չանելու եւ ոչի շարժմանը մասնակցելու համար։ Փաշոյանի հիշատակած այս կնոջ անունն է Ռիմա Դավթյան։ 2015 թվականին, ի տարբերություն 2025-ի, նա ազատությանը հարցազրույց տալ չէր շտապում։ 145 դպրոցի նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը պնդում է, որ դպրոցի հանրապետական տնօրեն Ռիմա Դավթյանը, ով դեկտեմբերի 6-ին դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, դասղեկներին, այդ թվում նաև իրեն, հրահանգել է ծնողներին համոզել, որ այո քվեարկեն։ Դասղեկներին հրահանգել է, որպեսզի հանդիպում ունենան ծնողների հետ, ես հրաժարվել եմ, դեռ ավելին արդեն դպրոցից դուրս ծնողներն ասում են գնացեք եւ քվեարկեք ոչ։ Թիվ 145 դպրոցի հանրապետական տնօրեն Ռիմա Դավթյանն այսօր էլ չընդունեց լրագրողներին։ Աշակերտներին սակայն վերադասի վերաբերմունքը չի հետաքրքրում։ Վստահ են, իրենց սիրո խոստովանությունը կհամոզի Փաշոյանին դպրոց վերադառնալ։ Մենք շատ ենք սիրում ընկեր Փաշոյանին։ Սիրում են արդյոք ընկեր Փաշոյանին նախկին երկու նախագահների Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմնակիցները։ Այս հարցը գուցե շատ տարօրինակ հնչեր, եթե Կարպիս Փաշոյանի այս շաբաթասկզբին հրապարակած հարցազրույցը սերժականների եւ քոչարյանականների միջև հերթական սուր բանավեճի պատճառ չդառնար։ Սերժ Սարգսյանի մոտեցում հետևյալն է, կամ ես կվերադառնամ իշխանության, կամ Նիկոլը կմնա։ Ցավալի է, բայց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Հաջապահյանի հետ գրեթե 2 ժամանոց եւ տեսակ հետաքրքիր թեմաներով հագեցած այս հարցազրույցից հետագայում թերևս հիշվի միայն հենց այս Սերժ Սարգսյանին վերաբերող հատված, այն էլ դրան հաջորդած սկանդալի պատճառով։ Սերժ Սարգսյանին ամենաշատը չեք սիրում։ Ես բացարձակապես, ես բան չկա, որ ես որևիցե մեկին չեմ։ Ամենաշատն եք քննադատում։ Այո, որովհետև ինքը հիմնական դերակատարն է այս ընդդիմության կոլապսի։ Ինքը հիմնական դերակատարն է։ Գոռոզամտություն, չարություն, հպարտության հասնող մեծամտություն, դիվային էգոցենտրիզմ։ Երրորդ նախագահի թիմակից Արմեն Աշոտյանն այսպես է պատասխանել Միքայել Սրբազանին, նրան քարոզչական գործիք համարել իրենց քաղաքական հակառակորդների ձեռքին։ Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող եւ քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել Սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ։ Բացարձակ սուտ է, այն ժամանակ, երբ որ ես պայքարել եմ բոլոր փողոցային շարժումների ընթացքում, այն ժամանակ, երբ որ ես հալածվել եմ, երբ որ նիկոլական ամբողջ ապարատը պետական, օրինականություն եւ իրավականությունը ուրացած
եւ մոռացած, մարդկային բոլոր գծերը հատած, մեծ բռնաճնշումների էր ենթարկում, Միքայել Աջապահյանը դեռ այդ ժամանակ Նիկոլի Դագաղների հեղափոխություններ գովում եւ այդ հեղափոխությունը համարում էր իրական հաղթանակ։ Չի բացառվում իդեպ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների այս լեզվակռիվն էր նաեւ պատճառը, որ Գյումրիի ընտրությունների արդյունքները գնահատելու հարցում քաղաքացիական պայմանագրի տոնայնությունն այս շաբաթ կտրուկ փոխվեց։ Եթե մեկ շաբաթ առաջ ԿՊԱ-ականներն անկեղծորեն խոստովանում էին, որ չեն կարողացել միանձնյա կամ գոնե կոալիցիայով իշխանության հասնելու համար բավարար թվով քվեներ ստանալ, ապա այս շաբաթ նրանք սկսեցին խոսել Գյումրիում տարած փաստացի հաղթանակի մասին։ Որտեղ մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել եւ զբաղեցրել ենք առաջի տեղը եւ գյումրեցիները քվեարկել են մեր տեխնացուի օգտին եւ մենք գնացել ենք այնտեղ, որպեսզի տեխնացություն առաջադրենք։ Բայց չի ընտրվելու նպատակը որն է առաջադրել։ Գիտեք, չի ընտրվելու։ Ըստ երևույթին ԿՊ-ում հույս ունեն, որ Սերժ Սարգսյանի աջակիցը համարվող Մարտուն Գրիգորյանն ի վերջո հետ կանգնի իր հետընտրական հայտարարությունից եւ ապրիլի 16-ին Կոմկուսի տեխնացու Վարդան Ղուկասյանի ընտրության համար բավարար թվով քվեներ չի ապահովի։ Նման պարագայում Սարիկ Մինասյանը ընտրվելու որոշակի շանսեր կունենա։ Եվ 17200 եկել մեր Սարիգին ու քաղաքացիական պայմանագրի կուսակցության ցայն է տվել։ Իսկ այն տեխնացուներին, որոնք քաղաքացիները ցայն են տվել, թող երևի թե պատրաստվեն պիոների վսկապներով գնալ ավականիների նիստերին, չնայած կոմունիստական թե սա աշխարհը առաջ է գնում, Գյումրին հետ է գնում։ Կարմիր վսկապներով դի գնան ավականունիստերին, մավզալեյնը կողք սարքենք, Լենինագանը դարձնենք հին անունը։ Մենք չի կարելի կոմունիստական կուսակցությունն է, մենք քաղաքացիական պայմանագիրն ենք։ Այն կոմունիստական կուսակցությունն է։ Դե Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է սովետը քանդվելուց հետո։ Եվ եթե ԿՊԱ-ականների մի մասը, ինչպես մարզպետ Դավիթ Հարուշանյանը Վարդան Ղուկասյանի գլխավոր թերությունն էին համարում նրա դաշինքը կոմունիստների հետ, մյուսները շարունակում էին խոսել նախկին քաղաքապետի ոչ թե ձախակողմյան ներկայի, այլ քրեական անցյալի մասին։ Մի խումբ երիտասարդներ անկանոն կրակահերթ են բացել միմյանց վրա։ Ես տպավորություն ունեմ, որ նախկին տարիներին քաղաքը կառավարող կառավարած քաղաքապետը իր ամպուլայի մեջ է մնացել եւ դուրս չի եկել այդ ամպուլայից։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2025 թվականի։ Եվ բնական է, որ հենց նման հարցազրույցների ֆոնին Նիկոլ Փաշինյանն այս շաբաթվա կառավարության նիստի մի զգալի մասը պետք է նվիրեր վերջին շրջանի իր ամենասիրելի թեմային՝ տգիտության դեմ պայքարին։ Դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Ապացուցված չի Ալբերտ Նիկոլայի Արուստամյանի մերժագրվող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի առաջին մասով սահմանված հանցակազմի առկայությունը։ Վերջում էլ շաբաթվա գլխավոր անակնկալի մասին ուրբաթ օրը դատարանն արդարացրեց 72-ամյա Ալբերտ Արուստամյանին։ Սա այն մարդն էր, որ անցած տարվա ամռանը 9-րդ հարկի պատշգամբից խնձոր էր նետել վարչապետ Փաշինյանի ուղղությամբ։ Արդարացումից հետո նա խոստովանեց այդ օրը ինքը փոքրինչ այլ մտադրություն ուներ։ Ճիշտն ասած կարտոշկա եմ ուզել, կարտոշկան չճարեցի, խնձորը մոտիկա խնձոր թվաց։